Հիմա մի բարդ, բավականին ծանր թեմայի մասին, որ ցավոք այնց լավ տեխնիկական լուծում չունի, ու շատերը արդեն դարձել են զոհ։ Դա շատերին էլ հայտնի բան է, երբ որ մարդու նկարները վերցնում են, դնում են TikTok կամ Telegram հիմնականում, ու տակը ինչ որ հայհոյանքներ, այլանդակ բաներ են գրում, կամ հենց այնց դա անում են ինչ որ ներքին իդիոտիզմի որպես դրսևորում, կամ հիմնականում փող են ուզում, շանտաժի ձև է։ Ցավոք սրտի, քանի որ շատերը վճարում են, ու միանգամից ասեմ, եթե վճարեցիք, քաշվելու եք, անընդհատ փող են ուզելու տարբեր հաշիվներից, հասկանալով, որ ձեզանից կարելի է դա ստանալ, ու դա դարձել է տնտեսության մի մաս։ Ինչ անել, իհարկե, report-ը կարող է օգնի, բայց շատ դեպքերում չի օգնում, որովհետև հենց դրա համար TikTok ու Telegram են գցում, որովհետև այդտեղ report-ները լավ չեն օգնում։ Որ ասում են սկամ տալ, հա, որ չհասկացավ ինչա report-ը։ Բայց ամեն դեպքում պետք է անել, եթե նույնիսկ անծանոթի նման մի բան եք տեսնում, report արեք, կողքով մի անցեք, մարդես կարող է օգնի։ Բայց լուծումները հիմնականում այստեղ տեխնիկական չեն, իրավականն էլ շատ դեպքերում չի օգնում, որովհետև դրանցից մեծ մասը Հայաստանում էլ չեն, գտնել էլ չի լինում։ Ինչ անել։ Իրականում շանտեղ չդնելը, բայց հանրային շանտեղ չդնելը ամենալավ մեթոդը կարող է լինել։ Այս ամեն ինչը հենց զարգանում է, որովհետև մարդիկ լուրջ են սա անցալում։ Եթե մենք համարենք սա որպես ինչ-որ տխմարների արած գործ, որը արժանի չի մեր ուշադրության, իրանք ոնց որ անեկդոտում ասում է, իրանք կչորանան, կընկնեն։ Հենց որ եթե ամեն մեկս ոնց որ աջակցենք այն մարդկանց, որոնք դարձել են զոհ, ու այդ մարդիկ էլ հասկանան, որ այդ տեղադրողը ու տակը ինչ որ վժացողը դրանք արժանի չեն ընդհանրապես ուշադրության, այս հարցը ինքնըստինքյան որ կլուծվի։ Եթե լուրջ ընդունենք, ասենց լիքը մարդ ահավոր տառապանքների մեջով անցնի։